պայքարում էր բոլոր ժողովուրդների դեմ, դա խաբկանք է, որովհետև գերմանական ռոպագանդան կարողացել էր իր կողքը կոնսոլիդացնել շատ երկրներ, օրինակ Բուլղարիային, Անտոնեսկոյի գլխավորությամբ Ռումինիային, Խորցիի գլխավորությամբ Հունգարիային, Ավստրիան արդեն գլխավոր էր, Մուսոլինիի գլխավորությամբ Իտալիան, թեև Իսպանիան չեզոք դիրքորոշում ուներ, բայց գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ Իսպանիան քողարկված աջակցում էր Գերմանիային եւ այսպես շարունակ, այսինքն նույնիսկ Ֆրանսիան գրավելով Վիշի գլխավորությամբ Ֆրանսիան ըստ էության դարձել էր Բնական է Հիտլերի պարտությունից հետո է վերաբերմունքը միանշանակ դարձել այսինքն sense ասեմ դες այդ պատերազմը մեծ հաշվով պատերազմը նաև քարոզչական պատերազմ էր, այդ քարոզչական պատերազմի մեջ բազմաթիվ բաներ են օգտագործում, հիմա ստեղ այդ նացիստական Գերմանիայի առանձին դետալներ բերել քննարկել, դա արհեստական խնդիր է, այդ արհեստական խնդիրը ես նույնպես եմ կրկնում, միակ նպատակը դա այն էր, որ պարզապես Փաշինյանը պատասխանեց ռուսներին, որտեղ ռուսները այդպեսի արտահոսք տվեցին, սա է խնդիրը, բայց ես կարծում եմ, որ մեր օրակարգը դա պետքա չլինի, որտեղ մենք շատ ավելի լուրջ անվտանգային օրակարգեր ունենք, որը մենք չենք քննարկում եւ փաստացի Փաշինյանի կողմից գծված ցանկացած խնդիր միանգամից դառնում է քննարկման, որտեղ մենք դատարկության մեջ ենք, վակուումի մեջ ենք մեր քաղաքական դաշտը, ցավոք սրտի եմ